Դա ոստիկանության եւ դատախազության ընդգծված լրիվ դիրքորոշումն է, լրիվ գործունեությունն է։ Կարծում եք այս դեպքում էլ է։ Այո, դատախազությունը եւ ոստիկանությունը գտնվում են հանցավոր համագործակցության մեջ։ Հանցագործ! Սամվել Ալեքսանյան հանցագործ! Խուլիգան! Հանցագործ խուլիգան! Ալեքսանյան խուլիգան! Ալեքսանյան խուլիգան! Հանցագործ խուլիգան! Հանցագործ խուլիգան! Ալեքսանյան խուլիգան! Արվանա գլազորի։ Ներկայացեք խնդրում եմ։ Ես ուրեմն հիշեցնում եմ ոստիկանության մասին օրենքով, երբ որ քաղաքացին դիմում է ձեզ, դուք պարտավոր եք ներկայանալ անուն, ազգանունով, կոչումով եւ ծառայության վայրով։ Խնդրեմ ներկայացեք։ Ինչի համար կարծում։ Ես ձեզ ասում եմ ոստիկանության մասին օրենքը ինչ է ասում։ Խնդրում եմ դուք ներկայանաք։ Ոստիկանության ավագ սերժանտ Հովհաննիսյան, լսում եմ ձեզ։ Խնդրեմ, ուրեմն նոր այստեղ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դրսևորեց խուլիգանական դրսևորում, իմ պաստառը հափշտակեց, տարավ, նրանից հետո իր թիկնապահը ուրեմն ինձ հրեց, վայր գցեց։ Ես հարցնում եմ, դուք ինչ էր ձեր ձեռնարկեցիք այդ ուղղությամբ։ Ես չեմ նկատում։ Դուք այստեղ էիք։ Ես այն կողմ եմ նայում, ես չեմ նկատում։ Իսկ այս վայրում որևէ ոստիկան ձեզանից բացի ծառայություն կատարում է հիմա։ Ես չգիտեմ։ Դուք այստեղ որևէ ոստիկանի չեք տեսել։ Ես ձեզ զգուշացնում եմ, որ դուք սուտ վկայություն չտաք, որտեղ կադրերում ֆիքսված է, որ ահագին ոստիկանները այստեղ կային։ Ես սուտ վկայություն չեմ տալիս, ես չեմ տեսել, չգիտեմ։ Եթե տեսնեի, անպայման ճիշտը կասեմ։ Դուք այսօր ուրեմն հանձնարարություն եք ստացել այստեղ ծառայություն կատարել։ Այդ հարցով դիմեք ոստիկանության լրատվական բաժին, իրանք կպատասխանեն ձեզ։ Ես ձեզ հարցնում եմ, ով է ձեզ տվել հանձնարարություն։ Մենակ ձեզ է հանձնարարություն տվել ազգային ժողովի մուտքի մոտ ծառայություն իրավասությունը չունեմ, որ այդ հարցին պատասխանեմ։ Իսկ եթե փատրում երևա, որ դուք իրոք այստեղ ներկա եք եղել, միջադեպին ականատես եք եղել, ինչ եք ասելու։ Հարգելիս, ինձ հերիք է հարցեր տակ։ Ես ձեր հարցերին պատասխանեցի արդեն։ Մնացածը դիմեք ոստիկանության լրատվական բաժին։ Դուք ծանոթ եք ուրեմն սուտ ցուցմունք տալու պատիժի մասին, քրական պատասխանատվություն է նախատեսվում։ Բայց ես դատարանում չեմ, որ սուտ ցուցմունք էլ չեմ տալիս։ Սկսենք դրանից։ Սա արդեն վկայություն եք դուք տալիս։ Վկայություն ես չեմ տալիս։ Ձեր բոլոր դեպքերում սա որպես գործի նյութ կկցվի այն նյութին, որը կքննի դատարանը, որ դուք այստեղ ասում եք, որ չեք տեսել։ Ես չեմ նկատել։ Կարող է տեսած լինեք, բայց նկատած չլինեք։ Ասենք մարդը ինչ որ ծառ երևա ձեր աչքին։ Եթե տեսնեմ, կնկատեմ։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Հա, ուրեմն դուք հնարավոր է մարդ տեսել եք, բայց ոստիկան չեք տեսել։ Հարգելիս, մնացածը ասի դիմեք ոստիկանության լրատվական բաժին։ Ես ձեզ տալիս եմ հաղորդագրություն հանցագործության մասին։ Դրա համար դիմեք բաժին։ Ես ձեզ տալիս եմ դեպքի վայրում տեղի ունեցած հանցագործության մասին։ Ուրեմն այստեղ ինձ վայր գցեց Սամվել Ալեքսանյանը։ Խնդրում եմ դա ընդունեք որպես հաղորդագրություն հանցագործության մասին։ Սամվել Ալեքսանյանի թիկնապահը ընդունեցիք։ Եվ ուրեմն ես տալիս եմ հաղորդագրություն հանցագործության մասին, այն որ Սամվել Ալեքսանյանը դրսևորեց խուլիգանական դրսևորում եւ իմ ձեռքից ճանգեց իմ պաստառը։ Դա հաղորդագրությունը ընդունեցիք դուք։ Հարգելիս, այդ դիմեք բաժին։ Հայտարարությունը տալիս եք բաժնում։ Դուք ուրեմն լավ, դուք ուրեմն հրաժարվում եք։ Ես չեմ հրաժարվում, բայց այդ հարցով դիմեք բաժին։ Գիտեք, դուք տղանեք այն ինչ որ ձեզ կպահանջվի։ Պարզա։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ես ես ձեզ դիմում եմ
արձանագրումն եմ, որ ուղղակիորեն ոստիկանները գտնվում են հանցավոր համագործակցության մեջ, հանցագործության հեղինակի հետ, ուղղակիորեն սրանք ոչ թե ոստիկաններ են, այլ ըստ թիկնապահների ճորտերը, սա իմ հետևությունն է։ Լավ, պարոն Գազբարյան, մի րոպե Նարին ջան, մի վարքան, մի պահի։ Նարին,